մենք ինքներս։ Գուցե նրանից որ սպասում էին օրինակ լրջագույն պատասխանատվության ենթարկողներ, ինչ եմ սա ասում, որովհետև ձեզ քննադատողները ասում են հենց մարտի 1-ի գործով, հենց այս իշխանության, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք է եղել, որ մենք ունենք իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց։ Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարել։ Այդ բերեք դատավճիռները ես բոլորինը գրեմ տամ, եկեք ուզում ենք դա։ Բերեք ես գրեմ տամ դատավճիռները։ Էդ ենք ուզում, էդ ենք ուզել։ Չնայած ես ասեմ, այդ արդարացման հետ ես համաձայն չեմ։ Բայց մենք պետության ինստիտուցիոնալ կայացում ուզում ենք, թե չենք ուզում, սրանում է խնդիրը։ Բայց ես ասում եմ, նույն միեդի որոշումները մեզ շատ լուրջ պետքա ազդակ դառնան, որ ոչ մեր դատաիրավական համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Ես դատարան եմ փորձել շրջափակեմ։ Ես նաև դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դա չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք, ընդհանրապես ես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ երևի թե դատական համակարգում ճիշտը ոչ թե ռևոլյուցիան է, այլ էվոլյուցիան է, որովհետև ռևոլյուցիան կարա արտակարգ դատարանի տպավորություն թողնի, որը սովորաբար ամենահարմար գործը սկսում է գիլյոտիններ աշխատացնել, բառից բուն կամ փոխաբերական իմաստով։ Մի կողմից ես ուրախ եմ, որ մենք մեր հեղափոխությունը գիլյոտիններ չի աշխատացրել, մյուս կողմից ես այդ անբավարարվածության զգացողությունը կիսում եմ մեր ամբողջ հանրության հետ։ Բայց ես ուզում եմ նաև իշխանության ընկալումը մեր մոտ լինի։ Որն է իշխանության մեր ընկալումը։ Իշխանություն մեր ընկալումը բանն է, կայսերական պոլիտբյուրոյական է։ Ես այդ ընկալումը չեմ կիսում, թե մեր ընկալումը ժողովրդավարական է, որ մենք պետք է ինստիտուտներ կայացնենք, որտեղ անհատական կամքից շատ բան կամ ամեն ինչ կախված չլինի։ Ես այսօր ընդունում եմ, որ հա ամեն ինչ հետևից պետք է գնալ։ Պետք է ընդཐུպ գնալ, ես այսօր մի կողմից ինձ համար դա հաճույք է, բայց մյուս կողմից խնդրեմ է։ Ես գնում եմ դպրոց, դեռ ծորակը տեղն է թե չէ, պինդա ձգած ծորակը թե չէ։ Այդ մարդիկ կարան ասեն, ես ինչու՞ զբաղված ես մարդը։ Բայց հա այդ է օբյեկտիվ իրականությունը։ Բայց իհարկե դատական եւ մյուս համակարգերում կաշկանդվածությունները շատ են։ Բայց մյուս կողմից ես մեր դատավորներին կարծեմ հրապարակային էլ եւ ասում եմ հարգելի դատավորներ, ձեզնից շատերի կամ քչերի անունը գիտի հանրությունը։ Ոչ մեկ ձեզ փողոցում չի ասում, բա ինչ է մեկ ազատության մեջ, ինչ է գործը բացահայտված չի, ում են ասում, ում են հարցնում դա, ինձ։ Խնդրում եմ օգնեք, որ ես կարողանամ այդ հարցերի պատասխանները գտնել, այդ հարցերի պատասխանը տամ, որովհետև ձեր գործունեության քաղաքական պատասխանատվությունը իմ վրա է այնուամենայնիվ։